Բարև, պատկերացրեք գալակտիկա, որը գրեթե անհնար է տեսնել, այն թաքնված է խիտ տիեզերական փոշու հետևում և ճառագայթում է միլիմետրանոց դիապազոնում, այդուհանդերձ աստղագետները կարողացել են այն գտնել, խոսքը AC2168 գալակտիկայի մասին է, սա հայտնի ամենամութ և ամենավաղ աստղաառաջացման կենտրոններից է, ու այն գոյություն է ունեցել մեծ պայթյունից մինչև 1 միլիարդ տարի անց, այսպիսի համակարգերը չափազանց հազվագյուտ են, մարդկությունը միայն վերջերս է սկսել հայտնաբերել աստղաառաջացման բարձր տեմպերով փոշոտ գալակտիկաներ, խորը ինֆրակարմիր ու սուբմիլիմետրանոց դիտարկումների շնորհիվ, տեսանելի դիապազոնում դրանք գրեթե անտեսանելի են, փոշին կլանում է երիտասարդ աստղերի երկնագույն ճառագայթումը, իսկ գալակտիկան տարալուծվում է տիեզերական խավարում, սակայն հենց այս թաքնված օբյեկտները, որոնցում տարեկան ձևավորվում են հարյուրավոր ու հազարավոր նոր աստղեր, այն բանալին են, որը թույլ կտա հասկանալ ինչու են երիտասարդ տիեզերքում հանդիպում անհամաչափորեն խոշոր ու ծանր գալակտիկաներ, որոնք կամ ակտիվ աճում են, կամ էլ արդեն հասցրել են սպառվել ու անցնել իրենց գոյության հանգիստ փուլին։ Սասեքսի համալսարանի հետազոտողների թիմը AC2168-ը հայտնաբերել է ALMA աստղադիտակի անցկացրած A3 կոսմոս միլիմետրանոց դիտարկումներում։ Ապա գալակտիկայի գոյությունը հաստատվել է Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակի NIRCam տեսախցիկով, ինչպես նաև NOEMA եւ ALMA ռադիո ինտերֆերոմետրերով։ Գալակտիկայի սպեկտրոսկոպիկ կարմիր շեղումը կազմում է 6.631։ Եթե թարգմանենք մարդկային լեզվի, ապա AC2168-ի լույսը մեզ է հասել ավելի քան 12 միլիարդ տարում, իսկ տիեզերքի տարիքը լուսարձակման պահին չէր հասնում 900 միլիոն տարվա։ Համեմատության համար դա այն դարաշրջանն է, երբ նոր-նորեն ձևավորվում առաջին խոշոր ստրուկտուրաները, իսկ առաջին սերնդի աստղերը դեռ չէին հասցրել ամբողջությամբ վերափոխել տիեզերքի քիմիական կազմը։ AC2168-ը ունիկալ է նրանով, որ համադրում է մեծ զանգվածը աստղաառաջացման չափավոր տեմպերի հետ։ Գալակտիկայի աստղային զանգվածը մոտ 37 միլիարդ արեգակի զանգված է։ Աստղերի առաջացման տեմպերը տարեկան մոտ 240 արեգակի զանգված։ Վաղ տիեզերքի համար դա տպավորիչ է, սակայն շատ ավելի համեստ, քան պայծառ աստղային գործարանների դեպքում, որոնցում տարեկան առաջանում է մինչև 1000 աստղ։ AC2168-ում փոշին կոմպակտ է, մոտ 1 կիլոպարսեկ ու բավականին տաք, մոտ 60 կելվին։ Գալակտիկան ունի գազի ահռելի պաշարներ, մոտավորապես այնքան, որքան նրա աստղային զանգվածը կամ արեգակի մոտ 40 միլիարդ զանգված։ Առանձին հետաքրքրություն է ներկայացնում գալակտիկայի շրջապատը։ AC2168-ը չի գտնվում գալակտիկաների բարձր խտության հատվածներում, այսինքն այն որևիցե նոր ձևավորվող կուտակման մաս չէ։ Դա զգալիորեն ավելացնում է հայտնագործության արժեքը։ Այդպիսի օբյեկտները սովորաբար հայտնաբերվում են խիտ տարածքներում, որտեղ գալակտիկաներն աճում են միմյանց հետ զուլվելու հաշվին, սակայն մեր առջև միայնակ գալակտիկա է, որը աստղեր է ձևավորում առանց հարևանների օգնության։ Դիտարկումների ամբողջությունը հետազոտողներին կարևոր հուշում է տալիս։ AC2168-ը նման է համակարգի, որը գտնվում է ինտենսիվ, սակայն փոշու պատճառով թաքնված աճի փուլում։ Աստղագետների կարծիքով հենց այսպիսի գալակտիկաները կարող էին նախահայր հանդիսանալ հսկայական ծանր, բայց հանդարտ գալակտիկաների համար, որոնք մենք դիտարկում ենք ավելի քան 4 կարմիր շեղման հատվածում։ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ինդոնեզիայի կենսաբանները ներկայացրել են համոզիչ ապացույցներ, որ երիտասարդ օրանգուտանները սովորում են սնվել մեծահասակների նման գլխավորապես սոցիալական ուսուցման շնորհիվ։ Այլ կերպ ասած, արևադարձային անտառներում առկա բարդ ու բազմազան սննդի ամբողջ բազմությունը յուրացնելու համար նրանք պետք է ուշադիր հետևեն, թե ինչ են անում ավագ օրանգուտանները։ Հետազոտությունը հիմնված է ունիկալ արխիվի վրա, որը ներառում է Սումատրա կղզու օրանգուտանների 20-ամյա դաշտային ուսումնասիրության արդյունքները։ Գիտնականները վաղուց գիտեն, որ շատ կենդանիներ կարողանում են սովորել մեկը մյուսից, սակայն հարց է առաջանում, դա իրոք անհրաժեշտ է, թե առանձնյակը կկարողանար նույն արդյունքին հասնել ուղղակի միայնակ փորձեր անելով։ Լաբորատոր շիմպանզեների դեպքում արդեն հաջողվել է ցույց տալ, որ որոշ խնդիրներ կենդանիները լուծում են միայն տեսնելուց հետո, ինչպես են դա անում ցեղակիցները, սակայն պարզ չի արդյոք նրանց բնական միջավայրում գոյություն ունի նույնքան բարդ որևիցե բան, ինչն անհնար է յուրացնել փորձերի եւ սխալների մեթոդով։ Կենդանիների վարքագծի Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականների թիմը որոշել է ստուգել, կարելի է արդյոք բացատրել օրանգուտանների սննդակարգի ընդլայնումն առանց սոցիալական ուսուցման, սակայն դաշտային պայմաններում դա անելը անհնար է։ Գիտնականները չեն կարող արգելել վայրի ձագին հետևել մեծահասակներին։ Այդ իսկ պատճառով նրանք ստեղծել են ագենտային մոդել, վիրտուալ պոպուլյացիա, որում յուրաքանչյուր առանձնյակ ծնվելուց հետո ապրում է 15 տարի։ Մոդելի մեջ ներբեռնել են իրական տվյալներ այն մասին, որքան հաճախ են օրանգուտանները հանդիպում սննդի տարբեր տեսակներ եւ որքան հաճախ են երիտասարդները հետևում մեծահասակների գործողություններին։ Կյանքի սկզբում վիրտուալ օրանգուտանները չեն ունեցել ոչ մի գիտելիք։ Ամեն օր նրանք միջինում եղել
են անտառի 27 հատվածներում, որտեղ կարող էին բախվել սննդի նոր տեսակների հետ։ Հավանականությունը, որ նրանք կորոշեն այն ուսումնասիրել, կախված է եղել հասուն առանձնյակի ներկայությունից, հեռավորությունից ու այսպես կոչված փիրինգից, այսինքն մեծահասակի սնվելու process-ին ուշադիր հետևելուց։ Եթե թվային օրանգուտանը սննդի տվյալ տեսակը փորձում էր բավարար քանակությամբ, այն ավելացվում էր սննդակարգում։ Չափահաս տարիքում 15 տարեկանում մոդելը համեմատել է սննդի յուրացված տեսակների քանակը իրական տվյալների հետ։ Հասուն օրանգուտանների մոտ սննդակարգը ներառում է սննդի մոտ 248 տեսակ, դեռահասների մոտ ըստ դիտարկումների մոտ 10%-ով պակաս։ Արդյունքները հետաքրքիր են։ Մոդելներում, որտեղ երիտասարդները կարող էին հետևել մեծահասակներին, արդեն 7-8 տարեկանում նրանց սննդակարգը հասել է բնականին մոտ մակարդակի։ Սննդի մոտ 224 տարբեր տեսակ, դա լիովին համապատասխանում էր նրան, ինչ տեսնում էին դաշտային կենսաբանները, բայց երբ գիտնականները մոդելից հեռացրել են մեծահասակների գործողություններին ուշադիր հետևելու հնարավորությունը, պոպուլյացիայի վարքագիծը կտրուկ փոխվել է, սննդի նոր տեսակ ուսումնասիրելու հավանականությունը կրճատվել է գրեթե 2 անգամ։ 9 տարեկանում սննդակարգը սովորականից քիչ է գրեթե 5%-ով, իսկ 15 տարեկանում այն չի հասնում վայրի կենդանիներին հատուկ ցուցանիշին։ Ինքը թիվը կարող է փոքր թվալ, սակայն կարևոր է թե սննդի կոնկրետ որ տեսակներն են դուրս մնում սննդակարգից։ Հետազոտողները նշում են, որ ամենից շատ տուժում են սննդի այն կատեգորիաները, որոնք պահանջում են օգտագործման process-ի երկարատև ցուցադրություն, օրինակ հաստ կեղևով բարձր կալորիական պտուղները կամ ծառի խորքերում թաքնված միջատները։ Սննդի այս տեսակները դժվար է հայթայթել, սակայն հենց դրանք են օրանգուտաններին տալիս էներգիայի ամենակարևոր մասը։ Հեղինակները հիշեցնում են, որ ցանկացած ագենտային մոդել բնության պարզեցում է ու իրական process-ը կարող է ել ավելի բարդ լինել, սակայն եզրակացությունը մնում է կայուն եւ վիճակագրորեն նշանակալի։ Առանց սոցիալական ուսուցման երիտասարդ օրանգուտանները չեն հասցնում անկախ դառնալու պահին յուրացնել սննդարար ուտելիքի բավարար քանակություն։ Հետևաբար մեծահասակներին հետևելը ոչ թե ուղղակի օժանդակահմտություն է, այլ գիտելիքի փոխանցման առանցքային մեխանիզմ, որն ապահովում է նոր սերնդի գոյատևումը եւ հաջող զարգացումը։ Աշխարհ, որում ռոբոտներն արդեն դարձել են առօրյա կյանքի մաս ու հենց այդ պահին է մարդկությունն առաջին անգամ փորձում հասկանալ, թե որքան հեռուն կարող է գնալ իր ստեղծածը։ Այս մասին է պատմում Այզեք Ազիմովի «Ես ռոբոտ եմ» պատմվածքների դասական ժողովածուն։ Գիրքը կառուցված է ինչպես փոխկապակցված պատմությունների շարք, որոնք միավորված են ապագայի գլխավոր ռոբոհոգեբան դոկտոր Սյուզեն Քելվինի հետ հարցազրույցում։ Առաջին պլանում ոչ թե հետապնդումներ ու պայթյուններ են, այլ տրամաբանությունը, արհեստական բանականության վարքագիծն ու ռոբոտատեխնիկայի 3 հռչակավոր օրենքները, որոնք պետք է ապահովեն մարդկանց անվտանգությունը, սակայն յուրաքանչյուր պատմվածք ցույց է տալիս, որ անգամ հստակ սահմանված կանոնները ծնում են անսպասելի իրավիճակներ, երբ ռոբոտները սկսում են իրենց պահել ոչ այնպես, ինչպես սպասում են ստեղծողները։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։